Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները մտնում են նոր, առավել ինտրիգային ու զգացմունքային փուլ։ Նկարահանումները շարունակվում են և արդեն պարզ է առաջիկա սերիալները լինելու են լարված, հագեցած բացահայտումներով և անսպասելի շրջադարձերով։ Նորոյի կյանքի մեջ Բաբկենի վերադարձը ոչ թե փրկություն էր, այլ նոր խնդիրների սկիզբ։ Նա չի վերադառնում որպես հայր, որը ցանկանում էր իր երեխաների կողքին լինել։ Ընդհակառակը նրա գործողություններն ավելի են խորացնում ատելությունն ու բաժանումը։ Նրա գլխավոր նպատակը կարծես Արշակին վերջնականապես վարկաբեկելն է, հատկապես երեխաների աչքում։ Բաբկենն ամեն կերպ փորձում է Էլիզի մեջ ամրապնդել այն միտքը, որ Արշակը մեղավոր է իրենց կյանքի համար բոլոր դժբախտություններում։ Նա խաղում է նրանց զգացմունքների վրա, օգտագործում անցյալի ցավը և ձևավորում մի իրականություն, որտեղ Արշակը ներկայացվում է որպես գլխավոր մեղավոր։ Մինչ ընտանիքի ներսում լարվածությունը հասնում է գագաթնակետին, Մագդան հայտնվում է իրական վտանգի մեջ։ Նա արդեն Կարենի ձեռքում է և նրա ճակատագիրը կախված է մեկ մարդու որոշումներից ու վաղուց կորցրել է սահմանները։ Կարենը դառնում է ավելի ագրեսիվ, ավելի անկանխատեսելի և պարզ է նա չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել Մագդային։ Լանան հասկանալով իրավիճակի լրջությունը փորձում է ամեն կերպ գտնել Արշակին։ Նա գիտի, որ ժամանակը քիչ է և յուրաքանչյուր ուշացում կարող է ճակատագրական լինել։ Լանայի ներսում նույնպես պայքար է գնում վախի և պատասխանատվության միջև։ Նա հասկանում է, որ եթե հիմա չխոսի, կարող է կորցնել ամեն ինչ, հատկապես Մագդային։ Արշակը, չնայած իր շուրջ ստեղծված քաոսին, դեռ չի պատկերացնում ամբողջ վտանգը, բայց հենց այն պահին, երբ նա իմանա, որ Մագդան առևանգված է, իրավիճակը կտրուկ կփոխվի։ Նա ստիպված կլինի գործել արագ և առանց սխալվելու իրավունքի։ Այս ամենի ֆոնին սերիալը ստանում է նաև նոր, հետաքրքիր գիծ կապված դերասանական կազմի հետ։ Մագդային մարմնավորող դերասանուհի Էլադա Հակոբյանը սոցիալական ցանցերում հրապարակել է հարսանեկան զգեստով լուսանկարներ, որոնք անմիջապես մեծ հետաքրքրություն են առաջացրել հանդիսատեսի մոտ։ Նա լուսանկարներին կից գրել է. «Հետաքրքիր հարց, ինչ եք կարծում, սա ինչ հարսի շոր է։ Սա ավելի է բորբոքել հետաքրքրությունը և առաջացրել բազմաթիվ քննարկումներ։ Հետևորդների մեծ մասը սկսել է ենթադրել, որ հնարավոր է սերիալում սպասվում է հարսանիք ու ամենատարածված վարկածը Մագդայի և Նորոյի ամուսնությունն է։ Սակայն այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Հաշվի առնելով սերիալի ընթացքը, Մագդան գտնվում է վտանգի մեջ, նորոն ծանր իրավիճակների միջով է անցնում, ընտանեկան հակամարտությունները դեռ չեն լուծվել։ Դժվար է պատկերացնել, որ այս փուլում կարող է իրական հարսանիք տեղի ունենալ առանց լուրջ դրամատիկ իրադարձությունների։ Հնարավոր է այդ զգեստը կապված է որևէ սյուժետային շրջադարձի հետ, գուցե դա երազանք է, գուցե խաբկանք կամ նույնիսկ մի իրավիճակ, որը արտաքինից գեղեցիկ է, բայց ներսում ունի լարվածություն ու վտանգ։ Սերիալը հայտնի է նրանով, որ հաճախ շեղում է հեռուստադիտողին և ներկայացնում իրադարձություններ ոչ այնպես, ինչպես թվում են առաջին հայացքից։ Այս պահին մի բան հստակ է՝ առաջիկա սերիալները լի են լինելու ինտրիգներով։ Մագդայի ճակատագիրը լինելու է կենտրոնում։ Լանայի բացահայտումները կարող են փոխել ամեն ինչ, իսկ Բաբկենի գործողությունները կարող ավելի խտացնել ու խորացնել ընտանեկան ճգնաժամը։ «Ուրիշի ընտանիքը» հեռուստասերիալը շարունակում է պահել իր լարվածությունը և հանդիսատեսին պահել մշտական սպասման մեջ, ցույց տալով, որ ամեն հաջորդ սերիան կարող է ամբողջությամբ փոխել պատմության ընթացքը։ Իրադարձությունները շարունակում են զարգանալ այնպիսի արագությամբ, որ հերոսները պարզապես չեն հասցնում շունչ քաշել։ Ամեն մի քայլ բերում է նոր հետևանքների և արդեն պարզ է՝ սերիալը մոտենում է մի հանգույցի, որտեղ բոլոր գաղտնիքները սկսելու են բացահայտվել։ Մագդայի առևանգումից հետո իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Կարենը ոչ միայն ֆիզիկապես է վերահսկում նրան, այլ փորձում է նաև հոգեբանորեն կոտրել։ Նա սկսում է խոսել Լանայի մասին ակնարկներով, կիսատ-պռատ տեղեկություններով, փորձելով այնպես անել, որ Մագդան ինքը սկսի կասկածել բոլորին։ Կարենն ամեն խոսք հաշվարկում է։ Նա չի ասում ամբողջ ճշմարտությունը, այլ տալիս է այնքան, որքան պետք է Մագդայի վստահությունը սասանելու համար։ Մագդան սկզբում փորձում է դիմադրել, չհավատալ, բայց Կարենի ասածները սկսելու են
կրծել նրա ներսից, հատկապես Լանայի հետ կապված հարցերը, ինչու էր Լանան այդքան մոտ, ինչու էր թաքցնում ինչ-որ բան և ինչու հիմա հանկարծ ամեն ինչ բացահայտվում է նման վտանգավոր իրավիճակում։ Միևնույն ժամանակ Լանան բառացիորեն վազում է ժամանակի դեմ, նա հասկանում է, որ եթե հիմա չհասնի Արշակին, կարող է ուշ լինել, նրա յուրաքանչյուր քայլ լարված է, յուրաքանչյուր զանգհույզ, բայց Կարենի սպառնալիքները դեռ կախված են նրա գլխավերևում և նա գիտի սխալ քայլը կարող է ավելի վատացնել իրավիճակը։ Նորոն էլ անգործ չի մնում, նա զգում է, որ Մագդան վտանգի մեջ է և սկսում է ակտիվորեն գործել, Նորոյի կերպարն այս փուլում ավելի է ուժեղանում, նա այլևս այն մարդը չէ, ով պարզապես արձագանքում է իրադարձություններին, հիմա նա ինքն է որոշում կայացնողը, նա փորձում է հասկանալ Կարենի հաջորդ քայլը, գտնել նրա թույլ կողմերը և կանխել ամենավատը, բայց Կարենը հեշտ հակառակորդ չէ, նա արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ամեն ինչի։